Տեսեք, պարոն Գալստյան, ինչ օրենք ընդունում ենք, ասում ենք, նպատակը շատ լավ որ տիկին արտարդարության նախարարն է մեզ միացավ, նպատակը դատարանի բեռնաթափումն է։ Ինչ օրենք ընդունում ենք, էլ 1980 շանլափը լցնում են մեր վրա, էլ ասում են, ես ինչ է կանում, մենք ասում ենք, չէ, անհրաժեշտ, հիմա նայում եմ, վճռաբեկ դատարան ներկայացված բողոքների թվի էական աճ, վերաքննիչ քաղաքացիական դատարանի բողոքների եւ գործերի թվի էական աճ, բանի ավարտված գործերի տոկոսի նվազում։ Ու սենց շարունակաբար մենք ունենում նույն իրավիճակը վերաքննիչ վարչական դատարանում, չէ, վարչական դատարանում նվազում է տեղի ունեցել որոշակի առումով, բայց քաղաքացիական դատարանում այդ ավելացումը կա եւ մյուս հարցը, որ ես ամեն տարի տալիս եմ ու ամեն տարի այս հարցի պատասխանը ես չեմ կարող ստանալ։ Մենք ըստ էության ունենք մարզային դատարաններ, հա, որոնք քիչ թե շատ, ես չեմ ասում, ծավալային առումով իրանք նույնը պետք է լինեն, բայց համենայն դեպս ողոքարկման տոկոսի տեսանկյունից, ինչքան կներեք, բեկանման տոկոսի տեսանկյունից, ծանրաբեռնվածության տոկոսային տեսանկյունից եւ այլն, պետք է քիչ թե շատ համադրելի լինեն։ Մեր մոտ հիմա որ ուշադրություն դարձնեք բեկանման տոկոսները պլանավորված եւ իրական, ապա կտեսնենք, որ հսկայական տարբերություն կա տարբեր դատարանների մոտ։ Եվ ստեղ իմ կարծիքով, հենց դեպարտամենտի հարցը մեր պատասխանատվության տիրույթում էլ է հասկանալ, թե ոնց ենք պլանավորումը իրականացնում եւ ինչի հիման վրա օրինակ մի դատարանում այդ թիվը կարող հասնի մինչեւ 6% բեկանման պլանավորածը կամ իրականը, իսկ որոշ դատարաններում 0.2%, 0.8%, 0.4%, նույն դատարանների մասն է խոսքը, այսինքն նույն ացյանի, այսինքն նույն գործառույթներ ունեցող դատարանների մասն են խոսում։ Եվ այս հարցը պարբերաբար տալիս եմ եւ պարբերաբար մենք ունենում ենք նույն իրավիճակը եւ շատ կուզենայի որ մենք ունենանք հստակ բացատրություն սրա, էլի։ Օրինակ ես Տավուշի մարզի առաջին ացյանի դատարան, ուրեմն նախատեսվել է 0.6 տարեկան ճշտված պլանը, սա բեկանված դատական ակտերի թիվը կայացված դատական ակտերի թվում տոկոս 0.6 1.8 բայց 0.6-ը ոնց ենք ակնկալել։ Հիմա մյուսն եմ նայում, մյուս դատարանն ենք նայում, ներեք Շիրակի մարզ օրինակ, էլի։ Շիրակի մարզում 0.2%, հաստացին 0.5։ Գնում ենք որտեղ է։ Սա Լոռու մարզ, քիչ թե շատ մոտ է 0.3-ա 0.4-ը։ Հաստատ։ Եվ սենց որ նայում ենք տարբերությունը ախր շատ մեծ է եւ սա որներ մի սա էլ ասեմ սնանկության դատարանի պարագայում, թե սնանկության դատարանի պարագայում թիվը կանխատեսում է եղել 4.3, իրականում 1.72-ա։ Այս թվերը ախր տրամաբանություն պետք է ունենան, եւ հեսա էլ ասեմ, հակկոռուպցիոն դատարանի պարագայում 2.6-ը նախատեսված եղել, փաստացի 5.6-ը։ Այս հարցերի պատասխանը շատ կուզենայի որ դուք մեզ ներկայացնեք եւ երկրորդ եւ երրորդ հարցերն տամ մեկ անձից գնումը, սա բոլորին եմ տալի այս հարցը ըստ էության, ով նման արձանագրում ունի եւ ելի վերապատրաստումները։ Ինչ են մեր մոտ քիչ գնում վերապատրաստման։ Սա կարևոր հարցերից մեկն է, Ժորժ ջան, ասում եք մենք բան ատեստավորման միջոցով փորձում ենք աշխատավարձ բարձրացնել եմել։ Վերապատրաստման համակարգը կամ անկեղծ եկեք շիտակ նստենք, ասենք լավը չէ։ Դրա համար չեն գնում կամ պատասխանը փորձենք գտնենք իրար հետ միասին։ Խնդրեմ, պարոն Գալստյան։ Շնորհակալություն։ Մեկ անձից սկսենք, պարոն Վարդանյան։ Մենք տարվա մեջ ունենում ենք մոտ 1.5 միլիարդ մեկ անձից գնում։ Դա հիմնականում մոտ 1.150 միլիոնը հայփոստի ծառայությունն է։ Մնացածը կոմունալ ծախսերն են, գազ, էներգիա, ջուր եւ այլն։ Ու կան որոշակի մեկ անձից գնումներ, որ հեղինակային իրավունքի հետ է կապված։ Ասենք մեր քաստ ծրագրավորողը Մեսիս ընկերությունը, որը սպասարկում է, իր այդ պայմանագիրը կնքվում է մեկ անձից ելնելով հեղինակային իրավունքից ելնելով։ Այլ մեկ անձ գնումներ մենք կարելի ասել չենք ունեցել, հիմնականում հետ է եղել։ Մանր ինչ-որ բաներ կարող է, այդ կանխիկի չափականակով բան, որը մեզ տրված է մի քանի միլիոն տարվա շրջանակում կարող է այդ եղած լինի։
Երկրորդը վերապատրաստումները դատական ծառայողները մինչ օրս կարգավիճակ չունեն, այսինքն ոչ դատական ծառայող են, չենք դասակարգվել, ոչ էլ քաղծառայող են կոչվում։ Դրա համար մենք այդ մասով դեռ չունենք հստակ խնդիրը ոնց լուծենք, որ կարողանանք վերապատրաստման հարց լուծենք։ Վերապատրաստվում են դատավորները, գիտեք, Արդարադատության ակադեմիայում, վերապատրաստվում են կարգադիշները կրկին Արդարադատության ակադեմիայում եւ ունենք մի քիչ ֆինանսական հետևանք է մեր վրա, որը որ դատավորները ներքին գործերի նախարարության հետ պայմանագիր ունենք, որ վերապատրաստվում են զենքի օգտագործման կանոնների գծով, որ համապատասխան տեղեկանք ստանալուց հետո դիմում ենք ներքին գործերի նախարարությանը, որ զենք տրամադրեն։ Դա այդ մասով գործերի կանխատեսումներով, պարոն Վարդանյան, ճիշտ է, ամեն տարի մենք խոսում ենք, ամեն տարի ես սենց կասեմ, որ մի բան եթե կանխատեսում է, պարոն Վարդանյան, մի բան եթե կանխատեսում է, մեթոդաբանությունը սենց է, վերջին 4 տարին նայում են, եթե դինամիկան աճով է, կանխատեսում են 10% գումարում են, դնում են կանխատեսման հիմքում։ Ու փաստը լինում է, որ տարբերվում է։ Սրա դեմ մենք ոչինչ չենք կա, եթե ինքը, ասենք, այս տարի եղել է, ասենք, բարձր, ասենք, քանակի, շատ քանակի մուտքեր կամ փոխանցված գործեր, նայում են դատարանները, այս դատարաններն են այս հաշվարկանում, ներկայացնում են դեպարտամենտ։ Նայում են կանխատեսում է, որ դինամիկան դեպի աճ է, գումարում են, եթե նվազում է, հանում են, ներկայացնում են։ Այս թվերը էս է։ Ես առաջարկում եմ մենք փաստերով նայենք, փաստերով առաջնորդվենք, որովհետև տեսեք, հիմա անցած տարի քաղաքացիական գործերով, որ փոփոխություն եղավ, նախորդ տարիների գործերը, որ նայել էին աճը 100,000-ավոր է, էլի կանխատեսում էին դրել, բայց հունվարից որ գործեց, արդեն մեծ տարբերություն է քաղաք գործերը, եթե նայեք։ Դա է դա։ Այսինքն իրանք կանխատեսելի չէ, այն դեպքում, որ հունվարին մենք ներկայացրել ենք բյուջեի հայտը փետրվարին, այդ ժամանակ կանխատեսելի չէ, որ օրենսդրական փոփոխությունը կարող է լինի ու մեծ թվերով մտել է ոնց որ ներկայացվել է։ Սենց բաներ կարող է լինի, բայց ես առաջարկում եմ փաստով առաջնորդվենք։ Պարոն Գալստյան, տեսեք, հիմա նայեք, փոխկապակցումը վեր ենք լուծում դատարանները, նույն գործառույթ իրականացնող դատարանների մոտ տարբեր 3 տարվա կտրվածքով ձևավորվել է տարբեր բեկանման տոկոսներ։ Դա կա լավագույն ցուցանիշ ու վատթարագույն ցուցանիշ, էլի ենթադրենք։ Հիմա գաղափարը հետևյալն է, այն դատարանները, որոնց ակտերը քիչ են մեկանում, նշանակում է, որ դա ավելի հիմնավոր է, ավելի պրոֆեսիոնալ է եւ այլն։ Երբ որ շատ են բեկանում, ուրեմն մենք խնդիր ունենք բովանդակային։ Հիմա տեսեք ոնց է այս թիվը կոռելացնում մեկ այլ թվի հետ։ Նայեք, ընթերցում եմ։ Հատուկ պատրաստության դասընթացների դատավոր մասնակիցներ մարդ։ Նախատեսվել է 150 հոգի, 21-ն է գնացել։ Պատճառը տարբերությունը պայմանավորված է դատավորների ծանրաբեռնվածությունից ելնելով դասընթացներին մասնակցելու համար ժամանակ տրամադրելու անհնարինությամբ։ Հիմա ստացվում է հետևյալը, եթե մենք այն թիվը չենք վերլուծում, չենք հասկանում, Ժորժ ջան, այս դատարանում այսքան բեկանման տոկոս բարձր է ինքը, ակնհայտորեն բարձր է։ Գուցե մենք իրancs պետք է ուղարկենք վերապատրաստման, բայց ես չեմ կարող գնալ վերապատրաստեմ, որտեղ ես ակտեր եմ ընդունում, ծանրաբեռնված եմ։ Բայց դու չգնաս վերապատրաստման, այս բանը շղթան չի։ Պարոն Վարդանյան, մենք չենք կարող ներողություն ստիպել։ Դատավորին ստիպենք, ասենք գնա վերապատրաստման։ Չէ, մենք չենք կարող ստիպել, բայց մենք եթե չենք կարող ստիպել դատավորին, եթե դատավորին ոչ ոք չի կարող ստիպել, մենք օրենքով կարող դնենք պարտավորություն, որպեսզի համապատասխան վերլուծություն կատարեն։ Մենք չենք ստիպում դատական իշխանությանը կատարել գործողություններ։ Մենք ուզում ենք հասկանանք հետևյալը, մեր բեռը պատկերացրեք քաղաքական, որ ամեն ալարող, չալարող առավոտվանից երեկո քննադատում է մեզ դատական իշխանության պրավալների համար։ Ճիշտ է։ Մենք էլ ասում ենք հետևյալը, Ժորժ ջան, տեն չի ախր, էս ուզել են արել ենք, էս ուզել են արել ենք, էս ապավել, էս ասել են արել, կնվազի գործերը, կնվազեցնենք։ Լիքը բաներ, լիքը օրենսդրական ակտեր կասեցել են, կանգնեցրել են, որովհետև ասել ենք, միջև դատական իշխանության հետ չքննարկենք, միջև սրա էրգոնոմիկան չհասկանանք, չենք տանելու առաջ։ Եվ տենց ենք անելու, մենք այդպիսի աշխատանքով ենք գնում։ Բայց արդյունքում ստացվում է, ով ինչ թիվ ուզում գրում է, մեր լավ դատական, բարձրագույն դատական խորհուրդը, դատավորների ընդհանուր ժողովը,
մենք, դուք, արդարադատության նախարարությունը, այս թվերը այն արհեստական բանականության այս գործիքների արկայության պարագայում կարող արագ վերլուծի։ Չի կարա մի հատ հանի հասկանա որտեղ է խնդիրը, ինչի է մի դատարանում 1% բեկանվում ակտերը, մյուս դատարանում 10%, եւ եթե 10% է, այս սաղ շղթայական ռեակցիան առաջանում է դրանից։ Եվ սրանից նաև գալիս է այդ հոսանությունը եւ մնացած փոխկապակցված մեկ միասնական համակարգը։ Դες հասկանում պարոն Գալստյան, դուք այն սուբյեկտը չեք, ում այս հարցերը պետքա դրվի, բայց սա միակ հարթակն է, որտեղ հնարավոր է այս հարցերը տալ։ Որովհետեւ այլ դեպքում մենք չենք կարողանալու շարժվենք առաջ։ Խնդրեմ, եթե իհարկե մեկնաբանություն Ես շնորհակալություն պարոն Վարդանյան։ Ես որքանով որ հիշում եմ, եթե չեմ սխալվում, տիկին նախարարը երևի կուղի հետո, եթե պլանային վերապատրաստման դասընթացներում ներառված են ու չեն գնում, որքանով որ հիշում եմ, դա վարույթ հարուցելու հիմք է, կարգապահական վարույթ հարուցելու հիմք է։ Այս մասով ես կարծում եմ կա լծակ։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։